ապրես։ Տեղաշորեցիր, հավաքեցիր, լվացվեցիր, Լեոն էլ վերջացնի, մաման ձեզ տանի, յաղդուղի, որն դե լավ խաղոք, բայց մի բան ուտենք նոր։ Հա, բայց մորացել ենք դիսի անոչը դել փոխենք։ Այ տեսնենք այսօր ինչ ես հագնում։ Այ այսօր հագի ես ղոզը։ Դու ես ղոզը կհագնես, Լեոն էլ թող հագնի։ Օրինակ այս դինոզները լավ։ Ջոն հագնվեք, լին թարս ես հագել, նայ ծաղիկը ընկավ հետև, ծաղիկը պետքա դիմաց լինի, այդ ես ճիշտ ես հագնում, չէ ճիշտ է հագի։ Հա, ճիշտ է, հագի։ Նո, երկու ոտքը դրել ես մի ոտքի մեջ ես դրել։ Ես երեխեքի հետ դուրս եկա արդեն, հիմա ժամը 9 է ու շատ ուժեղ արև է։ Տանը երեխեքին գրանցեմ Գյաղդղի, այսինքն այդ որտեղ որ պահում են երեխեքին, գրանցում անում են երկուշաբթի առավոտյան ամբողջ շաբաթվա համար։ Հիմա ես էլ երեխեքին տանեմ գրանցեմ, դրանից հետո պետք է մի հատ խանութ գնամ։ Հենց կողքն է, շատ հարմար խանութ է, գնամ տեսնեմ ինչպես է գները, դե գիտեք ընդհանրապես գները միշտ փոխվում են, երբ որ հանգստյան տեղերից եք ինչ որ բաներ գնում, դրա համար երեխեք, ճիշտ են գնում, Լեո, դեռ չեմ հարմարվում ենքան մեծ է այս տեղանքը, ինչև է, տանեմ գամ, հետո կպատրաստվենք, որ իրար հետ այսօր լավ դուրս գանք զվարճանալով։ Երեխեքին փաստորեն ժամը 10-ին պետք է բերել անստրուկցիոնի համար, իսկ հիմա 9:15 է, դրա համար հիմա երեխեքի հետ եմ գնում խանութ։ Այս զամբյուղս լծվեց, սա հենց հատուկ բերել է, որ գնանք ափի մոտ այսպես նստելուց, հա ջան, վերցնենք, հա։ Մի արա Լեո դա հիմա։ Երեխեք լավ եկեք, գները ասեմ, որ հիմնականում նորմալ էր, իրոք նորմալ էր։ Ընդհանրապես տարբերությունը կարող է ամենաշատը լինել 50 սանտիմից մինչև 1 եվրո։ Այն կոնկրետ ապրանքները, օրինակ լոլիկը, վարունգը, ենթադրենք վարունգը տուղում 1 եվրո է հատը կա 1.50, այստեղ 2.50, այստեղ 2 էր։ Տոմատը տուղում օրինակ 1.95 կամ չգիտեմ 2-ը ամենաշատը, այստեղ 2.50 էլի։ Երեխեք եք եք հլը։ Պարդոն։ Bonjour։ Հեծանիմներին խանգարում էինք, ընկել էինք խոսալով։ Ես վերցրեցի լոլիկ, վարունգ, դեղց, խնձոր, երեխեքին սառույցի այդպես ինչ-որ գլասներ պաղպաղակա թե սառույցա չգիտեմ ու մի փոքր հոթդոգատիպ այդպես բուտերբրոդ էլի երեխեքին։ Մի խոսքով այդքա նկատմեց 25 եվրո։ Շատ լավ էր, կարծում եմ, ամեն լավ մոտիկա մեզ։ Եկեք։ Տանեմ արդեն տունս, այս ամեն ինչը տեղավորեմ, ես գնել էի, որ նախորդ բերեի, բայց հենց այս կոնկրետ 4 լոլիկ, վարունգ և մնացած մրգերը թողել էի տանը, որովհետև սառնարանի առողջություն, սառնարանի ներքևի հատվածում էր ու երբ որ իմ տոպրակները լցվել էին ու երեխեքն էլ վերջին պահին լացում էին, սենց ուղեղս շատ լարված, այն ինչը որ սենց երես էի դրել, հիմնականում սառնարանում դրել էի 2 դարակ այնպես, որ իմանամ այդ 2 դարակը բոլորը տանելու են, որ առավոտ շուտ մի անգամից այդ 2 դարակից լցնել։ Բայց այդ ներքևի մի խոսքով բանջարեղենի մրգի հատվածի դարակները այդպես էլ մոռացա բացեմ, բախտս բերեց, որ այս խանութը մոտ էր այստեղ։ Լեո ջան, իջի, հացդ նորմալ կեր, գնանք, տես Լինան էլ քո հետևից է կրկնում։ Ախ, այս երեխեքը։ Չեմ տա ձեզ գլաս լավ։ Լեոն չի ուտի, Լինան կուտի, լավ։ Այսքան առևտուրի համար վճարեցի 25 եվրո, խնձորը լավն է շատ, այս սառույցներից եմ երեխեքին վերցրել, հիմա ուտում են իրանց համար խելոք,
ու շատ շուտ է հալվում արագ կերեք, որ սոկը չթափվի ձեր շորերին։ Այստեղ նեկտարին, լոլիկ եւ վարունգ 2 հատ եմ վերցրել, ընթացքում էլի կգնամ խանութ, որովհետեւ լավ մոտիկ էր մեզ։ Ես արագ որոշեցի, որ դեմքս միացընդ փապկացնեմ, արևապաշտպանը կսեմ ու դուրս գանք։ Շատ մակիաժ չեմ ուզում անեմ, բայց ուզում ենք մի քանի հատ նկարվենք դրա համար։ Շատ թույլ, անգամ շատ չեմ էլ բերել իմ բերած տանալին, փոքր սենց սրվակներով բերել եմ։ Ինչ խոնավացավ։ Այս դեմքիս խոնավացման համար օգտագործում եմ Skinny SM կրեմը, մեկ էլ այս սա շատ լավն են, այս երկու կոմբոն իրար հետ Լեոն օգնում է ինձ։ Այս կտանենք ընդեղ կքսենք։ Շատ եմ սիրում այս L'Occitane IS կրեմը, որտեղ ինքը իր մեջ շատ թույլ փայլ ունի, ոնց որ հենց իսկական սենց սովափիա հանգստյան բան լինի, որ սենց քսես ու փայլես։ Ինչ կանց։ Դրանք չեմ էլ քսում։ Բայց արագ պատրաստվենք ու հելնենք։ Update մեզանից։ Մենք դուրս եկանք, հիմա գնում ենք արդեն պլյաժ ու Լեոին գրանցեցի, փաստորեն այդ տեղը, որ երեխեքին կարող ենք թողնել մենակ 6 տարեկանից է ու մենակ Լեոին են գրանցել։ Լեոյենք ասում են եկեք մեր համար։ Պիսին են գնում ես կողմ։ Պիսինի համար, սենց է։ Գիտեմ ուր են գնում, եթե պիսին են գնում ես կողմ։ Բասին ես։ Ինչ անենք, լավ, արի գնանք թող մի հատ բան մտնեն հելնեն։ Բայց ուշ կլինի, Լեո, չգնայինք բան։ Հա, պլյաժ, հետո գանք պիսին շատ կխաղաք։ Գիտենք ինչ անենք, երեխեքը հետ սղարանն են բասեինի մեջի ուզում։ Մենք էլ սենց մի քիչ պատրաստվեցին, գնանք Լինայի հետ սիրուն վիդեոներ ենք նկարելու, չէ Լինա։ Լինայի բոյը։ Գնանք մի քիչ սիրուն ֆոտոսեսիա կանենք ու մնացածը արդեն տեղում կտեսնենք ոնց է անցնելու։ Եմա լավ տեղ է։ Տեսնում եք այս սիրուն townhouse են ասում։ Այս ոնց որ դոմիկներ լինեն, բայց շատ սիրուն են, չգիտեմ, քամուտերն հնարավոր է խանգարի։ Հա։ Շատ ներսը լրիվ սենց թարմ վերանորոգած, շատ մաքուր փոքր է, բայց այնքան հարմար է, որ դու չես նեղվում այդ փոքրությունից, ընդհանրապես չես զգում, որ փոքր է, իր շատ հարմարավետությունից։ Ու ամեն, ասենք, եթե 4 հոգի ես, տարբեր են, դե բնականաբար մեծ ընտանիքների համար մի քիչ ավելի մեծ է, փոքր ընտանիքների համար էլ էլի հարմար։ Ուտեմ ձեզ, եկեք գնացինք, երեխեքը մի հատ գնան պիսին, լավ, հետո նոր կգնանք պլյաժ։ Ու այս շատ լավ է, համ էլ հարմար է, թե գնայինը, թե մնալու համար, մի խոսքով, այս կամպային են էստեղ ասում, կամպինգ, այս կամպինգով հանգստի գնալը ընտիր բան է։ Այս ճանապարհով գնում ենք օվկիանոսի ափ։ Ոնց որ ինչ ճանապարհ լինի ասում էիր Սիփան։ Այս գլադիատորի կինոն որ կա, գլխավոր դերասանի բանը կարը հիշեցի, որ իր տան ճանապարհն է ցույց տալիս, ոնց որ գլադիատորի ֆիլմի մեջ ճանապարհը լինի։ Այդ թումբից հետո, որգից հետո անմիջապես օվկիանոսն է։ Բայց այսքան հատվածը այնքան չոր է, ոնց որ Տափաստան լինի։ Չես պատկերացնում, որ այս թումբը անցնում է օվկիանոսն է դիմավորում։ Այսօր մեր երկրորդ օրն է օվկիանոսի ափին ու ես նոր եկել եմ որ տեսնեմ ու այս ամիջը ես պետք է ակնոցս հանած տեսնեմ։ Պապա, արի։ Օվկիանոս։ Ես ինչ սիրում, այս ինչ մաքուր է ջուրը։ Օվկիանոս։ Լեո ջան, հետ արի, հələ հետ արի։ Ինչ սիրուն է։ Ուսամ ջուրը շատ սառը չի լինի։ Օվկիանոս գոռալով երեխեքը գնում են։ Ես որ խեցիներ եմ գտել ու սենց հավաքելով գնում եմ։
Չեք կարող պատկերացնել, թե այս օվկիանոսի ջուրը ինչ աղի է, ու սա բուժիչ է, ավազնել, մանր, փափուկ, շատ լավն է, երեխեքը ժամերով խաղում են, մենք էլ այստեղ վայելում ենք, շատ սիրուն ֆոտոներ ու վիդեոներ ենք նկարել, որ ձեզ սպասվում է շատ սիրուն սենց բաներ, բայց որ ջուրը սենց աղի էր, մենք էլ մեջը չենք մտել։ Այ քարերը առաջ դեռ բաց։ Հա, Սիփանը երեկել ու ասում էր, որ դիմացի կղզին երևում էր, այսօր այնքան է ջուրը բարձրացել, որ էլ ոչ մի բան չի երևում։ Հա, երեխեքը անգամ ջրից իրանց հեռու է նստացրել։ Տեսեք, այնտեղ երեխեքն է, այնքան հեռու է նստացրել, որ հանգիստ մենք նկարվենք։ Ու հիմա արդեն ջուրը սենց գնալով բարձրանում է դեպի իրանց։ Իրանք էլ հետը կռիվ են տալի ալիքների հետ։ Շատ լավն է, որ սենց աղի էր, քանի դեռ չենք մտել, ինչ եկել ենք նկարվում ենք։ Հիմա ասում եմ մի քիչ մտնեմ այս բուժիչ ջրի մեջ, մի քանի օր որ սենց գաս մտնես անընդ մեջ, ինչ հիվանդություն ունես կանցնի։ Դե արեք, լավ է։ Քորերը ցավացնում է ոտքերը։ Հիմա ձեզ ցույց եմ տալիս Լեոյի եւ Լինայի աշխատանքը։ Հələ մի հատ տեսեք, ինչ տունիկ են սարքել, իրանցից գոհ նստել։ Լեո, այս բոլորը դու ես փորել։ Հա։ Մոլոդետ, կեցես։ Չէ, կատակը ես եմ։ Չէ, այստեղ մի փոքր փոր կար, բայց այս մնացածը դու ես սաղ փորել, ապրես։ Այստեղ իրանց տնակն է, այս փոքր տեղն էլ սարքել են իրանց տուալետը, մի խոսքով սիրուն, մի հատ մեծ առանձնատուն են սարքել։ Ու հիմա տեսեք, առավոտյան, եթե հիշում եք, այս ջուրը բարձրացել էր մինչև այստեղ։ Հա, բարես։ Ու հիմա տեսեք ինչքան է իջել։ Առավոտյան այն սև, չգիտեմ ինչեր է դրած այնտեղ, այլ դրանք չենք էլ տեսնում։ Իսկ հիմա տեսեք ինչքան է, ոնց է երևում այդ ամբողջ այդ սևերը։ Առավոտյան մենակ սենց մի հարթության օվկիանոս էիր տեսնում։ Մի խոսքով առավոտյան նորից կգանք, որ ջուրը ավելի սիրուն է այդպես, երբ որ միայն ջուրն է երևում ու այդ սևերն էլափակում։ Մեկ էլ գիտեք ինչ է ուզում ձեզ ցույց տալ, որ այդ սևից այն կողմ, մի քիչ այն կողմ արդեն Լաղոշելին է։ Սա այդ Ատլանտյան օվկիանոսի ափերից մեկն է։ Շատ լավն է, հաստատ արժի է այստեղ գալ, նրանց համար ովքեր որ հեռու չեն, վստահաբար ասում եմ շատ լավ ափ է, կարող եք գալ, ջուրը ընտիր, ափն էլ էլի շատ հավես։ Ես մտածում էի, որ այս ամսին շատ մարդ է լինելու, բայց բարեբախտաբար ափը ավելի հանգիստ է, դու էլ քեզ ավելի հանգիստ ես զգում, շատ ընտիր էր։ Լուխտել անեք։ Հա։
Այս գիտես ինչ լավ ավազ է, հեսա կաշի կփուխ է սիրուն։ Ոտերը դել չես ասի, վայ մամա, ոտերս հոգ։ Եկեք Սիփանին մի հատ հարցնենք, թողասի այն սևերը ինչ է նշանակում ու մեր ափին ինչից կարելի է զգուշանալ կամ վախենալ ու ինչից ոչ։ Դե, պարոն Պետրոսյան, լսում ենք քեզ։ Սևերը։ Հա, սկզբում ասա, այդ սևերը ինչեր են։ Այդ սևերը իրանք փայտից հավաքած բաներ են, ինչ-որ մարդու ձեռքով պատրաստված այդ ոչ ինֆորմացիոնից առաջացած բանա։ Հիմնականում շարված նրա համար, որ մամուլը ջրային ինչ-որ դες բաներ չկան ափամերձ տարածքներում, ջուրը չփոխտորեն, ֆիլտրի ինչ-որ դերակատարություն է տանում ու ինչ-որ կենթանիներ որ գան, փաթաթվում են այդտեղ չեն կարողանում գան ափամերձ տարածքում։ Իսկ այստեղ ասում էիր հաստատ բան կետ է, շնաձկեր, բան կլինեն, կան։ Բարև ես Կա, եմ։ ինչ կան, Վահանյան օվկիանոսում չկա, ամեն ինչ էլ կա, ուղղակի ասենց հանգստյան ոդի վայրերում չեն իրանք մոտիկ անում, ոչ շնաձուկ, ոչ կետ, ոչ էլ ինչ-որ դելֆին կամ ուրիշ բան, տեղի շնաձկերը համել անադապ շնաձկեր են, իրանք ատամներ չունեն, շնաձուկ են համարում, շնաձկի դասին են իրանք պատկանում, բայց անադամ են, ու չեն գալիս իրանք բան շատ կետերն էլ անգամ կետերն էլ իրանք ոչ մեկ ափից մոտիկ չեն գալիս։ Բա ինչն է վտանգավոր։ Իրանք սիրում են խորը ջրեր, ամենաշատ վտանգավորը այն է, որ օրինակ դենց հիմա նայ, դենում այստեղ շատ թաց է, նշանակում որ օրվա ընթացքում ջուրը հասելացել է։ Բայց հիմա որտեղ է, նայ, 30 մետր ներքև է իջել։ Ատլանտյան օվկիանոսը այդտեղ օրվա մեջ մի անգամ երկու անգամ այդ տարբերությունը տալիս է։ Ջուրը բարձրանա, բարի կամ ինչի։ Հիմա կարող է երբ որ բարար արտում օրվա ընթացքում ենք առավոտը տեղ։ 20 մետր ներքև այդ ավազի ժամանակ, որը որ եկել է գնացել, դա դեռ շատ մեծ փոս արտացել։ Ժողանակ պատական, Հələ համու բանա, լինան ուտի, հեսատ մի ռոպե, կեսը բլծնեմ, այ, ինչա մաման վարգելի ա, նիա, Կամ կրտնեմ, հա, կամ կրտնեմ, հա, վեր Խնդրեմ, այս ավտոբուսներն է գալիս, ֆանբուս, ֆրիբուս, նավետ գրադյուի, անվճար ավտոբուսը տանում է մի քիչ, այստեղից հեռու խանութ կա, որտեղ ավելի հարմար գին է, ու այդտեղից էլ կարող ես գնումներ անել։